հայրս հենց գյուղի ճանապարհին իր ընկերոջ հետ մեքենայով գերի են ընկել։ Հայրիկս նշել է, որ կնոջ ձայնել է անգամ լսել, որ օգնություն էր խնդրում, սոված էր, հաց էր խնդրում, պրոտեին ծեծում իրեն։ Եվ ստիպում են, որպեսզի ինքը տեսախցիկի առջև տա այդ հաղորդումը, զանգեցի իրեն, ասեց, որ Շուշին թուրքերից մաքրում ենք։ Կողքի բոլոր գյուղերը տարհանվել են, մենք ենք մնացել։ Անդրեյն էլ, Արցախն էլ զոհվել են։ Ես Մանանան եմ Համբարձումյան, 25 տարեկան, կյանքիս լավագույն ու լիարժեք 23 տարիները ապրել եմ Արցախում, ծննդով Ասկերանի շրջանի Խրամուրդ գյուղից եմ։ Ավարտել եմ տեղի գյուղի միջնակարգ դպրոցը, ընդունվել եմ Արցախի պետական համալսարանը ռուսաց լեզու և գրականություն բաժինը։ Տարիներ շարունակ մենք արդեն սովորել, համակերպվել ենք, որ պետք է թշնամուց ապրենք ընդամենը մի քանի 100 մետր հեռավորության վրա։ Տարիների ընթացքում զգացվում էր արդեն իրենց շարժը, իրենց տեղաշարժը, որ պատրաստվում են, մենք էլ ենք արդեն մոտավոր պատկերացնում մոտալուտ պատերազմի մասին արդեն։ Քարագլխի հարձակման ժամանակ ես արդեն ամուսնացած էի, գտնվում էի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Այդ ժամանակ իմ ծնողներն էին գյուղում, եղբայրս էլ դեռ դպրոցական էր։ Երբ որ հարձակվեցին Քարագլխի վրա, գյուղը անմիջապես տարհանեցին, մայրս ժամանակ առ ժամանակ գալիս էր մեր մոտ, բայց հայրս մշտապես գտնվում էր հենց գյուղում։ 2020 թվականի պատերազմից հետո մենք կանայք երեխաները տեղափոխվել էինք, Գյումրիում էինք մնում։ Հայրիկս գտնվում էր գյուղում, տատիկի հետ միասին, տատիկը պատերազմից հետո հետ վերադարձավ գյուղ, մայրիկս էլ եղբորուս հետ, փոքր եղբորուս հետ գտնվում էին այդ ժամանակ հիվանդանոցում Երևան, Արաբկիր հիվանդանոցում էին գտնվում։ Եղբայրս ունի պարբերական հիվանդություն, իր ստուգման ժամանակն էր։ Այդ ժամանակ, երբ որ հայրս գերի ընկավ, առաջին օրը մենք դեռ տեղյակ չէինք։ Երկու քրոջս ամուսինները գտնվում էին հենց գյուղում։ Իրենք մեզ առաջին օրը չտեղեկացրեցին դրա մասին։ Մենք նոր երկրորդ օրը իմացանք, որ հայրս հենց գյուղի ճանապարհին իր ընկերոջ հետ մեքենայով գերի են ընկել։ Ուղղակի գնացել էին ցանքի համար արոտավայր տեսնելու, արոտավայրը նայելու, այդ ժամանակ իրենց դեմ են դուրս գալիս 20-ից 30 միջև ատամները զինված թշնամիներ։ Դուրս են եկել եւ հենց մեքենայով իրենց տարել են այնտեղից։ 2020 թվականի հրադադարի պայմանագրից հետո են իրեն գերի ընկել խաղաղ պայմաններում։ Հայրիկիցս լուրջ չիմանալով, մայրս տեղյակ լինելով արդեն դրա մասին, թողնում եմ եղբորս հիվանդանոցից վերցնում են, նրանք նույնպես մեկնում են Արցախ։ Դիմում են տարբեր կառույցների, թե ռուս խաղաղապահներին, թե մեր հենց Արցախի կառավարությանը նրանց հետ բերելու նպատակով։ Մի քանի օր հետո, 4 օր լուր չունենալուց հետո, գիշերվա 2:45 իմ հեռախոսահամարին զանգ է գալիս, ես գտնվում եմ գյուղում։ Արթնանում եմ միանգամից, վերցնում եմ զանգը, լսում եմ հայրիկից ձայնը, որ ես լավ եմ, շատ կարճ չի խոսում, որ ես լավ եմ, գտնվում եմ Էրեբունի օդանավակայանում։ Եթե կարող եք իմ համար տաք շոր բերեք, մրսում եմ ուղղակի։ Մինչև հիմա 30 վայրկյան խոսակցությունը չեմ կարողանում մոռանալ։ Չէինք հավատում, թե ինչ հրաշքով այդքանը տեղի ունեցավ։ Պապայիս եւ իր հետ գերի ընկած ընկերոջը հետ են վերադարձնում, հենց Մուրադովա անձամբ ինքնաթիռով գնում է եւ իրենց հետ է բերում Հայաստան։ Գերիներ այնտեղ այո շատ կային, նամանավանդ կինել կնպայ։ Հայրիկս նշել է, որ կնոջ ձայնել է անգամ լսել, որ օգնություն էր խնդրում, սոված էր, հաց էր խնդրում։ Հայրիկիս այդ 5 օրը պահել են ձեռնաշղթաներով, գետնին կապած, ու այդ 5 օրվա ընթացքում իրան միշտ ծեծել են պարբերաբար։ Ինքը այդ ծեծի հետևանքը առ այսօր կրում է իր մարմնի, իր առողջականի վրա։ Պատմում է, որ ստիպում էին նրանց, որպեսզի նրանք պատմեն, թե իբր ինչպես են Արցախում իրենց Խոջալույում, Իվանյանում հայերը սպանել թուրքերին եւ ադրբեջանցիներին, իբր հայերը ինչպես են ցեղասպանություն կատարել։ Իրենց համար ընդամենը տեսաձայնագրություններ հարկավոր, որ ինքը վկա է եղել, այդ ժամանակ որտեղ իր տարիքը հերիքում էր, նամանավանդ որ ինքն է սպայական համազգեստով է գերի ընկել, իրեն որպես սպայ էին ընդունում, որպես տերորիստ էին ընդունում, այնտեղ դրա համար շատ էին ծեծում իրեն։
եւ ստիպում էին, որպեսզի ինքը տեսախցիկի առջև տա այդ հաղորդումը, որ իբր իրենք կատարել են Խոջալույի ջարդը։ Հայրիկս իհարկե ժամանակ է խնդրում նրանցից, որ իրեն ժամանակ տան, մինչև ինքը կարողանա մտքերը իմի բերել, եւ հենց այդ ընթացքում հրաշքով իրենց հետ են բերում։ Պատմում էր եւս գերի ընկած արցախցու մասին, որ իրենց հետ նորից պետքա հետ բերեին, բայց վերջին պահին հասկանում են, որ ինքը իսկապես զինծառայող է եղել եւ ունեցել է սպայական կոչում, վերջին պահին նրան հետ չեն ուղարկում Հայաստան, ցույց են տվել նրան այնպիսի նկար, որ անգամ ինքը չի ունեցել տանը այդպիսի նկար։ Արխիվից շատ տվյալներ ունեին իրենից, անգամ մեր մասին, բոլոր տվյալները ունեին իրենց մոտ։ Արխիվից այնպիսի նյութեր էին իրեն ցույց տալիս, որ անգամ գյուղում չկային այդպիսի նյութեր գյուղի վերաբերյալ։ Հայրիկս պատմում է, որ իրեն աչքերը փակ, լիֆտով վերելակով իջեցրել են, հետո բարձրացրել են, իրանք բանտում են գտնվել եւ հնարավոր է, որ այդքան ճանապարհը որ անցել են, նրանց շատ երկար ճանապարհ են տարել։ Հնարավոր է, որ Բաքու են տարել հենց Բաքվի բանտում են եղել իրենք։ Արցախ Նիկոլայի Պողոսյանը ծնված 1988 թվականին, հենց Արցախյան շարժման ժամանակ, ծնվել եւ մեծացել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Բազմազավակ ընտանիքի 9 երեխաներից 8-րդն էր ինքը։ Մեծացել է արկի պայթյունների տակ, տեսել է շատ ծանր տարիներ, երբ որ բլոկադան սկսեց, ասում էր, որ ինչքան սով ենք տեսել մենք, չեմ ուզում, որ իմ երեխաները նույնը տեսնի։ Ծանոթացել ենք մենք 2016 թվականի պատերազմից հետո։ Ամուսնացել ենք 2019 թվականի հուլիսին եւ 2020 թվականի սեպտեմբերի 16-ին ծնվել է մեր աղջիկը Նաիրան։ Կոչել ենք իր մայրիկի անունով եւ երևի իր կյանքի ամենակարևոր նպատակներից մեկը դա էր, որ աղջիկ ունենա իր մայրիկի անունով դնի։ Իմ աղջիկա ծնվելուց 11 օր անց սկսվել է 44-օրյա պատերազմը։ Մենք գյուղում էինք, խրամորթում էինք, տեղափոխվեցինք, հենց որ պատերազմը սկսվեց, շատ մոտ էր մեզնից առաջնագիծը, շատ մոտ էր։ Ամուսինս, տատիկս, եղբայրս, աղջկաս վերցրեցինք, տեղափոխվեցինք, Գանձասար տեղափոխվեցինք, Վանք գյուղ եկանք։ Հենց այդ նույն գիշերը, գիշերվա 1-ից հետո ինքը մեկնեց առաջնագիծ։ Եղել է տարբեր առաջնագծերում, մինչև անգամ վերջին օրերը Շուշի է եղել։ Մինչև Շուշիի հանձնելը։ Այդ ընթացքում մենք մի քանի օր հետո հայրիկս եկավ, մեզ մեքենայով տեղափոխեցին Ստեփանակերտ, հետո ավտոբուսներով տեղափոխվեցինք Երևան։ Վերջին օրը հիշում եմ, որ խոճապ էր մարդկանց մոտ, որ Շուշին հանձնում են։ Ես գիտեի, որ ամուսինս գտնվում է հենց Շուշիում, զանգեցի իրեն, ասեց, որ Շուշին թուրքերից մաքրում ենք։ Հենց վերջին օրն էր, նոյեմբերի 8-ն էր, 8-ի գիշերն էր։ Իրենց մոտ չգիտեմ ինչ տպավորություն էր, ընդհանրապես չէր խոսում պատերազմից, որովհետև դժվար էր իր համար վերապրել այդ ամեն ինչը, որտեղ որ մենք էինք ապրում, այդ տարածքները հանձնված չէր, բայց թշնամին շատ մոտ էր մեզ ապրում արդեն, իսկ մոտեցել էին, մի քանի 100 մետր հեռավորության վրա էին գտնվում։ Մենք հետ գնացինք գյուղ, աշխատանքի բացակայության պատճառով տեղափոխվեցինք, հայրենի գյուղից տեղափոխվեցինք մենք կողքի Շահմասուր գյուղ, ես աշխատանքից անցա Շահմասուրի հիմնական դպրոցում որպես ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, իսկ ինքն էլ անցավ ծառայության արդեն։ Զինված ուժերում ծառայության անցավ։ Տարի ու կես ծառայելուց հետո շատ էին տեղային բախումները լինում։ Ամեն հերթափոխի ժամանակ միշտ ինչ-որ բան պատահում էր, տեղային բախումներ շատ էին լինում։ Պես հանգիստ օր չէինք ունենում, դիրքերում եղած ժամանակ, տանը եղած ժամանակ միշտ կանչում էին, թեկուզ որ դիրքեր չգնային, անտառ էին գնում, վերահսկում էին տարածքները, շատ սահմաններ ունեինք, որ սակավաթիվ էին, անգամ որ չէին պաշտպանվում։ Այդ դիրքեր էին հիմնականում ծառայության տանում։ 2023 թվականին պատերազմը որ սկսվեց, ինքը հենց ծառայության էր, 3 օրեր մնացել հերթափոխին, որ պետք է հանձնեին եւ հետ վերադառնային տուն։ Ինքը Սրխավենդի 706 մարտական դիրքում էր գտնվում, որը որ հենց կապող օղակներ Մարտակերտի ամբողջ շրջանի գյուղերը Ստեփանակերտին, միակ կամուրջն էր, որը որ կապում էր Մարտակերտը Ստեփանակերտի Ասկերանի հետ, միակ ճանապարհն էր դա։ Հենց դա էին վերահսկում։
Պատերազմը սկսելուց առաջ խոճապը շատ էր մարդկանց մեջ, բոլորս էլ գիտեինք, որ օրերից մի օր լինելու է պատերազմը, արդեն մոտալուտ է։ Անգամ ունեի այն շորը, որ այս պահին պատերազմը սկսվի, ես ինչ եմ երեխային հագցնելու այդ պահին ու տնից դուրս գանք, որովհետև գիտեինք, որ կամ անտառ ենք գնալու, կամ նկուղ ենք գնալու։ Այդ օրը իմ ազատ օրն էր, ես տանն էի երեխայի հետ, պատրաստվում էի, որ պետքա ժամը 1-ին լույսերը անջատվի այդ գրաֆիկով, որ հասցնեմ ճաշ պատրաստեմ։ Երեխան հենց սեպտեմբերի 16-ին 2023 թվականին լրացել էր իր 3 տարեկանը։ Առաջին պայթյունները զգացինք մենք, միանգամից վայրկյանական կապը կորավ, հենց առաջինը այն էի ուզում անել, որ հեռախոսս վերցնեի եւ ամուսնուս զանգը հարեի, բայց այդպես էլ չկարողացա իր հետ կապ հաստատել։ Մինչ պատերազմը սկսելը, դրանից մոտ 40 րոպե առաջ մայրիկս բարբերաբար զանգում էր ինձ, զանգեց ասաց, որ մեր գյուղի դպրոցից երեխաներին ուղարկել են տուն։ Հնարավոր է պատերազմի հավանականությունը 50-50 պատերազմ լինի։ Մի հատ զանգի Արցախին, տես ինչա։ Ասացի մամ 10 րոպե առաջ եմ խոսել, ասացի երեխայից վիդեո ուղարկի նայեմ։ Ամուսնուս քրոջ տղան Անդրեյ Արթուրի Այվազյանը։ Նույնպես ծառայում էր ամուսնուս հետ նույն դիրքում։ Ես գնացի իրենց տուն, ընդհանրապես տեղեկություն չունեինք տղաներից։ Գիշեր ամբողջ օրը տանն էինք անցկացրել, արկերը մեր վրայով թռչում էին, գիշեր ընդհանրապես չենք կարողացել քնենք, բայց տեսել ենք ուղղությունը, որ հենց ուղղությամբ է այդ արկերը գնում, համ Ստեփանակերտի ուղղությամբ, համ Արտակերտի ամբողջ դիրքերի ուղղությամբ էին գնում։ Հաջորդ օր առավոտյան արթնացանք, տեղեկացանք, որ իրենց դիրքից հենց անմիջապես իրենց պատերազմի մասնակիցներից ինչ-որ մեկը վերադարձել է գյուղ, բայց տղաներից նորություն չունի, ասում է շատ հանկարծակի է սկսել, մեկս մյուսին ընդհանրապես չենք կարողացել դեր կանգնենք կամ ինչ-որ բան ասենք։ Տեսել էին, որ Արցախը իր զենքը գնդացրորդը դեռ օգտագործում էր, Անդրեյը նույնպես։ Այդ օրը արդեն կեսօրին տեղեկացանք, որ կողքի բոլոր գյուղերը տարհանվել են, մենք էինք մնացել։ Գյուղի գյուղապետը ուներ ռեզերվի համար պահած բենզին, բոլորին տրամադրեց, ով ունեին իրենց սեփական մեքենաները, բոլորին հավասար քանակով տրամադրեց, իսկ ովքեր որ չունեին, բեռնատարով մի քանի անգամ դուրս բերեցին բոլորին գյուղից։ Գնացինք Իվանյանի ռուս խաղաղապահների կայանմանքի հետ։ Ես գյուղից դուրս եկամ ամուսնուս քրոջ մեքենայով, իրենց մեծ ընտանիքի հետ, ինչ որ մի կերպ տեղավորվեցինք, համարյա ոչ մի բան չվերցրեցինք տնից։ Գյուղից դուրս գալուց տղաների լուրը դեռ չէինք լսել։ Ես Արցախի համար շորերը դրել էի, դուրս էի հանել, ասել էի, որ գա, գոնե իմանա ինչ հագնի, նոր տնից դուրս գա։ Իր գրպանում դրել էի գումար, որոշակի գումար, որ ճանապարհին հնարավոր է միասին դուրս չգանք, եւ իր անձնագրի պատճենը, որ հնարավոր է Հակարիի կամուրջում պետք լինի իրեն։ Եվ նամակ եմ գրել, որ մենք գյուղից դուրս ենք գալիս, չգիտեմ, կամ Իվանյան են գնում, կամ էլ նկուղ են գնալու, դեռ տեղյակ չեմ ինչ ենք անելու։ Նամակը գրում եմ, թողնում եմ իր շորերի մոտ, երեխայի համար վերցնում եմ առաջին անհրաժեշտ շորերը ու դուրս են գալիս տնից։ Մի ձեռք շոր էի վերցրել, որ հնարավոր է նաև ճանապարհին պատահենք, էլ ինքը հետ չվերադառնա գյուղ, որովհետև հնարավոր է, որ ամեն պահի ներթափանցում լինի հենց անմիջապես գյուղ։ Շոր էի վերցրել իր համար այն նպատակով, այն հույսով, որ գոնե ճանապարհին կպատահենք, իրենց դիրքը շատ մոտ էր հենց այդ կամուրջին, գոնե այդ կամուրջին իրենց կտեսնենք, կվերցնենք, նոր ճանապարհը կշարունակենք։ Ճանապարհին չպատահելով իրենց, հնարավորինս շատ խուսափելով մեքենաների հոսքից, որ հնարավոր է, որ վերևից տեսնեն, հարձակում լինի թեկուս ԱԹՍ-ներով, համ խոճապի մեջ, եկանք հասանք Իվանյանի նորակառույց շենքերը, որ դեռ չէին շահագործել։ Ցերեկը ամբողջ օրը մնալով դրսում, գիշերը արդեն որ մտնել էր, տղամարդիկ որոշեցին, որ պետքա կոտրեն այդ տան դռները, որպեսզի գոնե մտնենք այդ նորակառույց շենքերում, գիշերը լուսացնենք ինչ-որ ձև։ Մտանք, այդ գիշերը անցկացրեցինք գետնի վրա հենց, երեխան գրկից, ես էլ գետնի նստած։ Տղաներից լուր չունեինք, բայց արդեն ամուսնուս քրոջ ամուսինը տեղյակ էր, իրեն ասել էին, որ Անդրեյն էլ, Արցախն էլ զոհվել են։ Հաջորդ օրը ծնողներից գտա այնտեղ, իրենք արդեն ռուս խաղաղապահների պալատկաներում էին ապրում,
Որպեսզի այդ նույն օրը նորից գետնին նստած չմնամ, տեղափոխվեցի ծնողներիս մոտ, գոնե այնտեղ մատրաս կար, մատրասի վրա էին մնում։ Ամսի 21-ին, պատերազմից արդեն 2 օր հետո, լսում ենք տղաների զոհվելու լուրը։ Եվ նոր միայն սեպտեմբերի 24-ին ճանապարհը բացելուց հետո ռուս խաղաղապահների միջնորդությամբ եւ դիրքում զոհված տղաներից մեկի եղբոր օգնությամբ մեր տղաներին դուրս են բերում դիրքերից եւ Ստեփանակերտ են բերում։ Երեկոյան ամսի 24-ին զանգ ենք ստանում, որ այդ դիրքի բոլոր զոհվածներին բերել են Ստեփանակերտ։ Մոտեցեք, ճանաչեք, որովհետեւ բոլորն էլ անճանաչելի էին։ Բարեկամներից տղամարդիկ բոլորը անմիջապես մեկնում են այնտեղ։ Անճանաչելի դարձած ընդամենը գրպանի պարունակությամբ են բոլորին իմանում, որ իրենք էին։ Արցախի գրպանում կար իր աղոթագիրքը զինվորի, իր հեռախոսը եւ մի փոքր գումար, որ մնացել էր գրպանում։ Անդրեին էլ նույնպես։ Հաջորդ օրը առավոտյան արդեն ամսի 25-ներ ճանապարհը բաց էր, բոլորը շտապում էին դուրս գալ։ Արդեն ավտոբուսներ էին տրամադրել, որպեսզի գյուղերի մարդկանց, ովքեր որ չէին կարողացել դուրս գալ, առաջնահերթ իրենց էին տարհանում, դուրս էին հանում։ Տղաների համար դիմում գրեցինք, որպեսզի դուրս հանենք արդեն Երևան, չհողարկավորվեն իրենք Ստեփանակերտում, որովհետև ասել են, որ վերջնական փակվում է ճանապարհը։ Նաև մարդկանց մեջ խոճապ կար, որ ինչ որ քանակը եթե լրանա, հակարի կամուրջը փակելու են, դրանից հետո մարդկանց չեն թողնելու էլ դուրս գալ։ Ամսի 25-ին տղաներին տեղափոխում են արդեն սառնարան մեքենաներով նրանց տեղափոխում են Երևան, Գորիսյան սկզբից տեղափոխում։ Մենք մեքենա չունենալու պատճառով, մեր մեքենայով, հայրիկիս մեքենայով տեղափոխել էին իմ տատիկին, քրոջս ամուսնու տատիկին, հոր եղբայրս այդպես էին դուրս եկել այն նպատակով, որ մենք դեռ պետք է մնանք, տեսնենք, եթե հնարավորություն տալիս են դուրս հանելու, իրենց հետ նոր դուրս գանք, եթե չէ, գոնե այստեղ ուղարկավորությանը մասնակցենք, նոր դուրս գանք, այդ պայմանով ենք մնում։ Տղաներին դուրս հանելուց հետո սպասում ենք ավտոբուսներին, որոնք որ այդպես էլ չէին գալիս Իվանյան։ Սկզբում ասել էին, որ կգան, այդտեղի մարդկանց կտարհանեն, բայց այդպես էլ չէին գալիս։ Մարդիկ ամեն մեկը իր հոգսը արդեն քաշում էր։ Բոլոր ծանոթներին, բարեկամներին զանգահարելով ամսի 27-ին ինչ որ բարեկամի ընկերոջ մեքենայի մեջ իմ համար տեղ գտան, իմ եւ երեխայի համար տեղ գտան դուրս գալու, որ գոնե կարողանամ գնամ, հասցնեմ Արցախի եւ Անդրեի հողարկավորությանը մասնակցեմ։ Սեպտեմբերի 27-ին ճանապարհ ընկանք, 29-ի առավոտյան նոր տեղ հասանք։ Սկզբից գնացի Ջերմուկ, ամուսնուս քրոջ բարեխնամիների տանն էինք մնում, որպեսզի միասին կազմակերպենք Արցախի եւ Անդրեի հողարկավորությունը։ Հոկտեմբերի 1-ին նրանց հողարկավորեցինք Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Եռաբլուրում հողարկավորվածների համարյա թե 60%-ին այո ճանաչում եմ։ Եվ այո, իսկապես Արցախի մի մասը հենց գտնվում է Եռաբլուրում։ Դպրոցական տարիներին շատ էինք հաճախում Քարագլուխ, կողքի սարի վրա մատուռ էինք, շատ էինք հաճախում այնտեղ։ Մեր էքսկուրսիաները միշտ այնտեղ էին լինում, ամառային էքսկուրսիաները միշտ գնում էինք այնտեղ։ Քանի որ Սակավաթիվ էին դպրոցի երեխաները, մի քանի դասարան 9, 10, 10, 11, 12 դասարանները միասին հավաքվում էինք։ Առևտուր էինք անում, ինչ որ հնարավոր է տնից էինք վերցնում, գնում էինք այնտեղ, մեր համար քեֆ էինք անում, թե ծնողներով, թե ուսուցիչներով, թե երեխաներով։ Քարագլխի վրա ամենից շատը ուրցն էր աճում, հիշում եմ մայրիկիս հետ մի անգամ գնացել էի ուրց էինք քաղել, փնջր էինք անում, հետո մայրիկս դա տանում էր, վաճառում էր։ Ուրցներ այնտեղ ավելի շատ աճում։
Շատ մեծ հզորություն էր Գանձասարը իր մեջ։ Հենց անմիջապես հասնում էի Գանձասար, վանք էի մտնում, շատ թեթևություն էի զգում, հզորություն էի զգում։ Իսկ Շահմասուրում հասցել եմ աշխատել, փորձ ձեռք բերել, մարդկանց հետ շփվել։ Արցախը շատ եմ կարոտում, շատ։ Գործնելուց հետո եկա կին էի իմանում Արցախի։ Օրերից մի օր եթե հնարավորություն լինի հետ վերադառնալու, անպայման կգնամ այն գյուղ, որտեղից որ վերջին անգամ դուրս ենք եկել։ Մինչև հիմա անգամ հիշում եմ դարակի շորերի դասավորվածությունը։ Ամեն անգամ հիշում եմ տան դասավորվածությունը, թեկուզ այն գետնի քարը, որը որտեղ է եղել։ Արցախը այստեղ է, բայց Արցախի վերջին կաթիլարյունը հենց այնտեղ է թափվել։ Մենք բոլորս թույլ ենք առանց Արցախի։ Մանկուց ապրելով իրենց նշանառության տակ, տեսնելով իրենց շարժը, անգամ իրենց քանակը։ Ու 3 պատերազմի միջով անցած կարող եմ վստահ ասել, որ իրենց հետ խաղաղություն հնարավոր չէ։ Խանութ մտնելով երբեք չեմ գնում թուրքական ապրանք։ Ինչքան էլ այդ շորը օրինակ այս տարիներով տեսած լինեմ, ինձ դուր եկած լինի, եթե թուրքական արտադրանքի հագուստ է, ես դա չեմ գնում։ Ինչքան էլ որակյալ լինի, էժան լինի, մատչելի լինի, ես դա երբեք չեմ գնում։ Ցավեցնում է նաև այն, որ ինչ որ խավի մարդիկ, չեմ ասում բոլորը, փոքրամասնությունը ինչ պատճառներով մեր հանդեպ շատ տրամադրված են ու վատ են տրամադրված։ Անկամ երբ որ տրանսպորտի մեջ նստում ես իմ երեխայի հետ, իմ բարբառով եմ խոսում, իրենք դրան թարս աչքով են նայում, որ արցախյան բարբառով եմ խոսում։ Ունեցել ենք, որ ասել են հայերեն խոսեք։ Մենք նույն այբուբենն ենք անցել, նույն տառերն ենք սովորել։ Բայց չգիտես ինչու մեր լեզուն համարում են թուրքերեն։ Կուզենայի ասել, որ շատ լավ է, որ իրենք այդքան չեն տեսել, մեր ապրածը համարում են կինոյից ինչ որ դրվագ ըստ իրենց։ Իրենք այդքանը կցանկանան, որ երբեք ոչ մեկը իմ հայրենակիցներից այդ ցավը չզգա։ Տող ոչինչ, նրանք մեզ համարեն թուրքեր, բայց այդքանի միջով ոչ մի երեխա, ոչ մի ծնող էլ չանցնի։